Վեմ ռադիոկայանը հրավիրում է ձեզ հոգևոր զրույցի։ Սիրելի ունկնդիրներ, Վեմ ռադիոկայանի եթերում են հոգեշնոր Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը եւ Արա Սարգսակյան Նալչաջյանը։ Այսօր մենք կշարունակենք Հայաստանը Աստվածաշունչ մատյանում թեմայով մեր զրույցը։ Աստված օգնական Հայր Սուրբ։ Աստված պահապան։ Հայր Սուրբ, մի շարք կետերի աստվածաշնչյան, որոնցում իշատակվում է Հայաստանը, մենք արդեն անդրադարձանք մեր նախորդ զրույցի ընթացքում, այժմ շարունակենք բացահայտել աստվածաշնչյան մյուս համարները, որոնցում խոսքը Հայաստանի մասին է։ Ինչպես հայտնի է, մեր մեջ շատ տարածված է Արամ անունը, եւ Աստվածաշունչ մատյանում այն եւս առկա է Սեմի որդիների թվարկման մեջ, երբ ասվում է Ելամ, Ասուր, Արփաքսադ, Լուտ, նաև այս շարքին ավելացվում է Արամ անունը։ Արամ, երբ հայ մարդը կարդում է Աստվածաշունչը, տեսնում է Արամ, անմիջապես իր ուշադրությունը լարվում է այդ բառի վրա եւ ուզում է հասկանալ, թե ով է այս Արամը, ինչի մասին է խոսք եւ արդյոք կապ ունի իր ազգի հետ։ Արամի մասին հայոց պատմագրության մեջ առաջին անգամ խոսում է Մովսես Խորենացին իր հայոց պատմության մեջ, խոսելով Հայկ Նահապետի հաջորդների, թոռների, ծոռների մասին, այնտեղ Մովսես Խորենացին հիշատակում է Արամ, ասելով, որ օտարները Արամի քաջագործությունները տեսնելով մեր երկիրը եւ մեր ազգը անվանեցին Արմեններ, իսկ երկիրը անվանեցին Արմենիա։ Հայր Սուրբ, այն Արամը, որը Հայկ Նահապետից հետո էր, վերաբերում է պատմական բոլորովին այլ ժամանակահատվածի, բնականաբար ավելի ուշ ժամանակահատվածի, իսկ այս Արամը, որ հիշատակված է Աստվածաշնչում, ավելի վաղ շրջանի է, նա Սեմի որդին է։ Իսկ ինչպես հայտնի է, մենք հայերս ոչ թե Սեմի սերունդն ենք, այլ Հաբեթի, Հաբեթացին ենք մենք, Հաբեթից ենք սերված։ Այդ դեպքում ինչ կապ ունի այս Արամը հայերի հետ։ Այն Արամը մի քանի դար անց, որ սրանից հետո ապրել է, հասկանալի է, որ կապ ունի եւ Մովսես Խորենացին հիշում է նրա մասին, իսկ այս Արամի հետ կապված կա ինչ-որ նկատառում։ Արդյոք սա աստվածաշնչյան հայաստանյան հիշատակումներից մեկն է, թե ոչ։ Կարծում եմ, որ հայաստանյան հիշատակումներից մեկը չի կարող լինել, որովհետև հայերը սեմական ժողովուրդներ չեն եւ Աստվածաշունչը հստակ ասում է, որ Արամը, որը հավանաբար մեր թվարկությունից առաջ 4-րդ կամ 5-րդ հազարամյակում է ապրել, Ծննդոց գրքի այս Արամի մասն է խոսքը, գուցե ավելի վաղ ժամանակաշրջանում, մեզ հստակ ժամանակագրությունը հայտնի չէ, Սեմի այսպես որդիներից էր Արամ անունով մեկը, բայց Մովսես Խորենացին հիշատակում է այլ մի Արամի, որը Հայկ Նահապետի թոռներից կամ ծոռներից մեկն էր։ Բայց այս Ծննդոց գրքի Արամ այդ անունը հրեա պատմիչներից մեկը Հովսեփոս Ֆլավիոսը վերցրել եւ դարձրել է հայերի այսպես նախնի, ասելով, որ Սեմից սերված Ուրոսից ծնվում է Արամը, որը դառնում է հայերի նախնի եւ որևէ կապ չունի բնականաբար հայկյան Արամի հետ։ Կարծում եմ, որ Հովսեփոս Ֆլավիոսը ուղղակի ցանկացել է հայերին դարձնել սեմական ու եղբայր ժողովուրդ, գուցե իր համար մեծ պատիվ էր հայրենի ազգին դարձնել հայերի ազգակից։ Այսպիսի ավանդություն կան նաև սեմական այլ ժողովուրդների մոտ, օրինակի համար արամեացիների մոտ կամ ասորիների մոտ։ Բայց պետք է տարբերակել, օրինակի համար Աստվածաշնչում էլամացիները համարվում են սեմական ժողովուրդ, բայց մենք գիտենք, որ Էլամը, որը գտնվում է ներկայիս Պարսկաստանի հարավային շրջանում, մարդաբանորեն, լեզվաբանորեն որևէ կապ չունեն սեմական աշխարհի հետ։ Այսինքն հնարավոր է, որ այո, մարդաբանական առումով գուցե նմանություններ ունենային, օրինակի համար էլամացիները, որոնք աստվածաշնչյան հին ժողովուրդներից են, ասենք սեմականներից, բայց լեզվաբանորեն եւ մշակութաբանորեն նրանք բոլորովին տարբերվում են։ Եվ այսօր, քանի որ ակնհայտ է, որ մենք Հաբեթի սերունդ ենք, դա արդեն իսկ թերևս լրացուցիչ հաստատման կարիք չունեցող մի փաստ է, չնայած դրան, մենք պետք է նշենք, որ հրեա մահմեդական գրականության մեջ, հրեական եւ մահմեդական գրականության մեջ այսպիսի ուղղվածություն առհասարակ նկատվում է, ինչպես նշեցիք Հովսեփոս Ֆլավիոսի անունը, նաեւ 10-րդ դարի հրեա աստվածաբան Սաադիա Գաոնը դարձյալ Հայաստանը նույնացնում է այս Ծննդոց գրքի Արամի հետ, ինչպես նաև իսլամական գրականության մեջ այս մասին կան
հիշատակումներ եւ հասկանալի չէ, թե ինչու է սա այսպես արվում, ըստ երևույթին նրանց կողմից շփոթվել է այն Արամը, շփոթվել է այս Արամի հետ եւ մենք գիտենք, որ հայերը օտարների կողմից արմեններ են կոչվում եւ երկիր Արմենիա կոչվում է այն մյուս Արամի Հայկ Նահապետի թոռ կամ ծոր Արամի անունով։ Օրինակ պարսիկները մեզ կոչում են Արմանի, թուրքերը մեզ կոչում են Էրմենի եւ ադրբեջանցիները նույնպես Էրմանի, արաբները Արմանի եւ այլ անուններով։ Օրինակ հույները մեզ կոչում են Արմենիկ կամ Արմենի կամ Արմեն, հենց Մովսես Խորինացին ասում է, որ հույները մեզ Արմեն են կոչում։ Հավանաբար Մովսես Խորինացին օգտվել է տեղական հայաստանյան, այսպես կարելի ասել, հին աղբյուրներից, դրանք ուսեր պարսիկների շրջանում ոչնչացված հայկական հին մեհենական գրեր են, որոնք որ սահմանափակ գործածություն ունեն այդ մեհենագրերը, մեհենական գրականությունը, ինչպես նաև Գողթան երգերից Մովսես Խորինացուն հասած շատ տեղեկություններ, որ Արամ անունով մենք 3-րդ հազարամյակում ունեցել ենք Քաջ եւ Արիմի թագավոր, որը նվաճել է նաև Հայաստանի արևմտյան հատվածը, հասնելով մինչև Փոքր Ասիայի կենտրոն, եւ ենթադրվում է, որ այս շրջանում Արամ թագավորը իշխել է նաև փրուգացիներին, եւ հետագայում, երբ որ փրուգացիները ընդունել են Արամի գերիշխանությունը, իրենք իրենց համարել են արմեններ, եւ հետագայում Հերոդոտոսը ներկայացրել է հակառակը Թրամբես հանրությանը եւ տևաժամանակաշրջանի մարդկությանը, ասելով, որ իբր թե հայերը փրուգացիների վերաբնակներ են, հետագայում էլ Ստրաբոն ասում է, որ փրուգերենից շատ բառեր կան հայերենում։ Սա գալիս է Արամ թագավորից, որը իշխել էր այդ ժամանակաշրջանում Փոքր Ասիայի կենտրոնական շրջաններում գտնվող փրուգացիների։ Այս Արամը էականորեն տարբերվում է եւ ժամանակագրական առումով եւ նաեւ մարդաբանական առումով Ծննդոց գրքում հիշատակված Արամից։ Քանի որ Հայկ Նահապետի անունը եւս հիշատակվեց այսօր եւ հայտնի է սրբազան ավանդությունից, որ Հայկ Նահապետը եղել է Բաբելոնյան աշտարակաշինության մասնակիցներից մեկը, ղեկավարներից մեկը, Բելի եւ Լամսորի հետ միասին, եւ սակայն նա շարունակելով այդ աստվածամերձ ծրագիրը հրաժարվել է դրանից եւ թողել է Բաբելոնը, այսինքն ներկայիս Իրաքի տարածքը, եւ այնտեղից եկել է այստեղ Հայաստան։ Առհասարակ Բաբելոնյան աշտարակաշինության հետ կապված հայկական ինչպիսի հետ կա Աստվածաշունչ մատյանում Հայաստանի մասին, հայության մասին ինչպիսի հիշատակություն։ Աստվածաշնչում կոնկրետ չկա հայկի եւ հայկի հաջորդների մասին, սակայն մենք գիտենք, որ այդ հնագույն շրջանի, ասենք, ավանդապատումները, ավանդությունները մեզ է հասցրել Մովսես Խորինացին, ասելով, որ Բաբելոնի անհաջող աշտարակաշինությունից հետո հայկը վերցրեց իր 300 ախ, այսինքն 300 այդ ընտանիքները կամ գուցե 300 մարդկանց խումբը, ընդոցինները, այո, եւ ասում է Արամանյակ անունով իր որդին ծնելուց հետո թողնում է Բաբելոն, թողնում ներկայիս Իրաքի տարածքը, Խարանի դաշտը եւ վերադառնում է իր երկիրը, իր հայրերի երկիրը։ Եվ գիտենք, որ հայոց ձոր այդ վայրում հաղթելով Բելին, որը Աստվածաշնչում հիշատակում է Նեբրովտ անունով մեկը, օրինակ Աստվածաշնչում ասում է, որ նա քաջ որսորդ էր Աստծո առջև։ Ոմանք կարծում են, որ այս որսորդ բառը պետք է ոչ թե կենդանների որսորդ, այլ մարդկանց որսորդ էր Բելը համարվում, որսորդ ասելով մարդկանց վրա իշխում էր ուղղակի, այդ ձևով կարելի է հասկանալ, եւ հետագայում տեսնում ենք, որ հայկը թե ինչ պատասխան է տալիս Բելին, օրինակ Սեբեոսը ասում է, որ Բելը փորձում է պարտադրել հայկին, որպեսզի գա եւ իրեն պաշտի։ Բելը համարում էր նաեւ Նարամսուենի կամ Սարգոն ակադացու այսպես էպոնիմը, առաջին մարդն էր մարդկության պատմության մեջ, որ իրեն հռչակել էր կենդանի Աստված, աշխարհի 4 կողմերի տիրակալ եւ Աստված, եւ առաջին այս իրեն Աստված հռչակող մարդու դեմ հմբոստանում է հայկը, եւ տեսնում ենք, որ հայկը կարողանում է Աստծո զորությամբ հաղթել։ Այստեղ երևում է նաեւ ինչ որ առումով կրոնական պատերազմի որոշ իմաստներ, կարելի է համարել, որ այդ պատերազմը առաջին կրոնական եւ հայրենիքի համար առաջին անգամ մղված մարտն էր, եւ հետագայում էլ մեր պատմիչները ասում են, որ հայերը բոլոր ազգերից հետո նոր ընդունեցին կռապաշտությունը, այսինքն
գուցեև 100-ամյակներ, գուցեև 1000 տարի հավանաբար հայկյան սերունդը պահել էր աստվածպաշտության որոշակի այնպիսի գաղափարներ, որը հետագայում հիմք հանդիսացավ առաջինը ընդունելու Հայաստանը որպես պետական կրոն։ Իհարկե, այդ ամենը սրբազան ավանդության մեջ է իշտակվում իր լայն առումով այդ բառի ոչ Աստվածաշունչ մատյանի, իսկ Աստվածաշունչ մատյանում այսօր դուք ասացիք, որ Խառանի դաշտում էր շինված Բաբելոնի աշտարակը, եւ ահա մենք կարդում ենք Եսայի մարգարեության 10-րդ գլուխ 9-րդ համարը, այնտեղ ասվում է, եթե ասեն նրան միթե միայն դու պետք է իշխես, ասա, արդյոք չգրավեցի այն աշխարհը, որ ավելի վեր է, քան Բաբելոնը, եւ Քաղանեն, ուր աշտարակը շինվեց, Քաղանե դաշտ։ Տեսնում ենք, որ այլ անվանում է Բաբելոնյան աշտարակաշինության, Քաղանե դաշտ է կոչվում։ Արդյոք սա առնչություն ունի հայության հետ, մանավանդ եթե նկատի ունենանք արտաաստվածաշնչյան այն տեղեկությունները, որոնց մասին արդեն խոսեցինք։ Եվ ծննդոցում եւ նաեւ հետագա մյուս գրքերում այո մեջբերում է այս հատվածները, ցույց տալով, որ թե մարդկությունը իր ամբարտավանությամբ ինչերի կարող է հասնել, բայց Աստված նաեւ սահման է դնում այդ ամբարտավանության։ Այստեղ հիշատակված է Քաղանեն, բայց ծննդոց գրքում Խառան երկիրն է, կարելի է նմանություններ այստեղ տեսնել բնականաբար, եւ դա ներկայիս հայոց միջագետքի, պատմական հայոց միջագետքի սահմանագծին է գտնվում, շատ մոտ է Մծպին եւ Եդեսիա քաղաքներին, այդ Քաղանեն կամ Խառան երկիրը, դաշտը, այսինքն դաշտավայրում կառուցեցին, դա շատ կարեւոր է, եւ բնականաբար այդ շրջանում դեռ ազգերը չէին տարանջատվել եւ մենք չենք կարող ասել թե Հայկը որ պահին թողեց Բաբելոնի աշտարակաշինության այդ գործը ավարտելուց անմիջապես հետո թե կառուցման ընթացքում չեն կարող ասել, որտեվ վերջիվերջո մենք տեսնում ենք, որ Բելը մի հսկա բանակով է գալիս, կարծում ենք ապակա ազգերի այդ գոյացումն է, բանակն է, եւ եթե Բելը անմիջապես Բաբելոնի աշտարակաշինությունից հետո գար, հավանաբար այդքան մեծ զորք ինքը չէր կարող ունենալ, որտեվ իրար չէին հասկանա առաջին հերթին, տեսնում ենք այստեղ։ Իսկ առհասարակ Հայկ Նահապետը ինչ գործ ուներ Բաբելոնյան աշտարակաշինության մեջ, ասում ենք, որ նա թողեց, հրաժարվեց դրանից եւ ելավ գնաց Հայաստան, իր հայրենիքը, իսկ ինչ գործ ուներ նա ոչ Հայաստանում, չէ՞ որ նա հայ էր եւ Հայաստանում պետք է որ ապրելիս լիներ, ոչ միայն հայ էր, այլև հայության հիմնադիրն էր, Նահապետը հայ ազգի։ Մովսես Խորենացին ասում է, որ պատահմամբ Բելը տիրացավ ազգերին, այսինքն շրջակա երկրների ազգերին Բելը կարողացել էր տիրել, եւ մենք բնականաբար կարող ենք տրամաբանել, ենթադրել, որ այդ ժամանակաշրջանում, քանի որ Թորգոմը ապրել էր հայկական լեռնաշխարհում, Հաբեթը նույնպես, Բելը կարողացել էր տիրել հայկական լեռնաշխարհի ժողովուրդներին, տարել էր Խառան կամ Քաղանե երկիրը եւ այնտեղ հեղացել էին Բաբելոնի աշտարակաշինությունը եւ հրեական հնախոսության համաձայն երբ որ կառուցվեց այդ Բաբելոնի աշտարակաշինությանը չմասնակցեցին սեմական եբրայական նախնիները եւ իրենք հեռացան, այսինքն պետք է ենթադրել, որ քաղդեացիները, որոնք նույնպես սեմական ժողովուրդներ են, որոնցից հետագայում սերվեց եբրայեցիները, հրեա հին ազգը, չեն մասնակցել Բաբելոնի աշտարակաշինությանը։ Եվ Սուրբ Գրիգոր Տաթևացին հիշատակում է Լամսուր անունը եւ ասում, որ 3 որդիների ցեղերից Նոյ Նահապետի, այսինքն Սեմ կամ Հաբեթ, սրանցից յուրաքանչյուրից մեկական ղեկավար էր մասնակցում այդ Բաբելոնյան աշտարակաշինությանը եւ Քամի սերնդից Բելն էր, Հաբեթի սերնդից Հայկը եւ Սեմի սերնդից Լամսուրը, այսինքն այդուհանդերձ սեմական ներկայություն կար Բաբելոնյան աշտարակաշինության մեջ, թեև ամբողջ այդ գլոբալիզացիոն պրոյեկտը ղեկավարում էր Քամի սերնդի ներկայացուցիչը Բելը կամ Նեբրովթը, որ եւ իր վախճանը գտավ Հայկ Նահապետի երեքթևյան նետից։ Մենք գիտենք, որ երբ որ Նոյը անիծում է իր Քամ որդուն, ասում է, որ քեզ վրա պետք է իշխի Սեմը եւ Հաբեթը, եւ այստեղ Քամի հաջորդներից, Քամի ժառանգներից Բելը խախտում է այդ օրենքը եւ հետագայում տեսնում ենք, թե
այդ անեծքը ինչպես է Հայկ Նահապետը իրագործում։ Կարծես թե այս կապը կարող ենք տեսնել Նոյի անեծքի, որ քամը տեսել էր իր մերկությունը եւ անիծել էր, ասելով, որ քեզ վրա պետք է իշխի Սեմը եւ Հաբեթը, հետագայում մենք տեսնում ենք, որ այս աստվածային պատիժը իրականացնում է Հայկ Նահապետը հայկական լեռնաշխարհում, Հայոց ձորում։ Փաստորեն անուղակի կերպով այս կերպով եւս Հայաստան հիշատակված է Սուրբ գրքում։ Մենք հիշեցինք Եսայի մարգարեին, այսօր հիշենք նաեւ Երեմիա մարգարեին, որը այսպիսի խոսքեր ունի ասված. «Քանի որ զորությունների Տիրոջ զոհը հյուսիսի երկրից է, Եփրատ գետի վրայի»։ Գիտենք, որ այս դրախտային 4 գետերը իրենց ակունքն առնում էին Հայոց լեռնաշխարհից, հայկական լեռնաշխարհից։ Արդյոք Եփրատ անվանումը մեր միտքը դարձյալ պետք է ուղղի այստեղ Հայաստանին, թե այլ աշխարհագրական տարածք նկատի ունի Սուրբ Երեմիա մարգարեն։ Մարգարեներին հայտնի էր թանապես մերձավոր արևելքի եւ աշխարհագրությունը եւ նաեւ ժողովուրդներին, եւ նրանք նաեւ Աստծո շնչով գրում էին տվյալ ժամանակաշրջանի եւ նաեւ բնականաբար ապագայի պատմությունը, կանխագուշակելով նաեւ ապագան, եւ ոչ միայն Երեմիա մարգարեն, այլ նաեւ Սիրաքի իմաստության մեջ որոշակի սրբազան իմաստներ են տրվում Եփրատին, Տիգրիսին, Եփրատի եւ Տիգրիսի ակունքներին, այն համեմատելով նույնիսկ Հակոբի ժառանգների այս խորհրդի հետ, եւ այդ հատվածը կարող ենք նույնիսկ վերընթերցել. «Այս օրը ահա մեր Տեր Աստծո վրեժխնդրության օրն է, իր թշնամիներից վրեժ առնելու համար։ Սուրը պիտի ուտի եւ հագենա, պիտի հարբի նրանց արյունից, որովհետեւ զորությունների Տիրոջ զոհը հյուսիսի երկրից պիտի լինի, Եփրատ գետի ափին»։ Սա համահունչ է այն տողերին, ասելով, որ պատվեր տվեք Արարատյան թագավորություններին, Ասքանազյան գնդին եւ հետո որոշ ձեռագրերում են նաեւ Մինի կամ Մանա երկրին։ Այսինքն Իսրայելի հրեաների թշնամիներին պատժելու համար Աստված վրեժխնդիր է լինում հյուսիսի պետության կամ հյուսիսի ժողովուրդների համադաշնության շնորհիվ։ Աստված իր թշնամիներին պատժում է այլ մի երկրի միջոցով, ոչ թե ասենք հրեաների միջոցով, այլ մի երկրի միջոցով։ Եվ պատահական չէ, որ Մովսես Խորենացին իր հայոց պատմության մեջ Հայաստանը եւ ընդհանրապես հայերին անվանում է վեհագույնը հյուսիսականների մեջ։ Ասենք այս ձևով ցույց է տալիս հյուսիսականների մեջ հայերի եզակի դիրքը, եզակի իմաստը։ Այսինքն աշխարհագրական այս տարածաշրջանում հայերի գրաված առանձնահատուկ դիրքը եւ ունեցած դերն ու նշանակությունը։ Սրանով նաեւ կարող ենք ենթադրել, որ քանի որ Ծննդոց գրքում գրում է, որ Հաբեթի թոր Ասքանազից եւ Թորգոմից են սերվում հայերը, որոնք որ ինչ որ առումով հաբետական հսկա ժողովուրդների ավակ սերնդի ներկայացուցիչներն են մի տեսակ հայերը ներկայանում, եւ պատահական չէ, որ Մովսես Խորենացին ասում է վեհագույնը, այդտեղ վեհագույն նաեւ այլ իմաստներ կարող է ունենալ բնականաբար հյուսիսականների մեջ։ Աստվածաշնչի հեղինակները Աստծո շնչով նաեւ դա հասկացել են, որ Աստված ինչ որ առումով ծրագիր եւ առաքելություն է ունեցել հայ ժողովրդի հետ։ Եվ բնականաբար այդ առաքելությունը հետագայում նաեւ վերաիմաստավորում է քրիստոնեության ընդունմամբ, որովհետեւ չէր կարող մի ժողովուրդ լինել առաջին քրիստոնյա երկիր եւ որևէ առնչություն չունենալ, ասենք, Աստվածաշնչի հետ։ Բնականաբար Աստվածաշնչում չի հիշատակվել դրա մասին։ Հայ Սուրբ մեջ բերելով Երեմիա մարգարեության գրքից այն խոսքը, թե պատվեր տվեք Արարատյան թագավորության եւ Ասքանազյան գնդին, որի մասին իդեպ մենք մեր նախորդ զրույցի ընթացքում արդեն առիթ ունեցանք խոսելու, դուք ավելացրեցիք նաեւ այստեղ մինի բառը, որը ինչպես մենք տեսնում ենք այս տեքստում արկա չէ, սակայն Ամովսի մարգարեության մեջ այն արկա է։ Մինի, հարմոն, արմոն, այս անվանափոխված ձևերը, ինչ է դա նշանակում, բարձրաբանեք խնդրեմ։ Այդ մեր ականջին ոչ այնքան սովոր մինի բառը ինչպես կարող է կապ ունենալ Հայաստանի հայոց հետ։ Սեպագիր աղբյուրներում մեր թվարկությունից առաջ 8-րդ եւ 7-րդ դարի աղբյուրներում, երբ որ հիշատակում է Մենուա արքայի, Սարդուր առաջինի, Արգիշտի առաջինի այսպես արշավանքները, նրանք Հայաստանին են միացնում հայաբնակ շատ երկրներ, այդ թվում նաև Ուրմիա լճից հարավ գտնվող Մինի կամ Մանա
այդ երկրները, օրինակ հիշատակում են նաև Մանա, Բուշտու, Պարսուա, որոշ պատմաբաններ կարծում են, որ այս Բուշտուն աֆղանցիների, ներկայիս Աֆղանստանի նախկին բնակիչների նախահայրերն են, իսկ Պարսուան հենց բառից նկատվում է, որ սա Պարսից երկրի կամ Պարսկ երկրի նախահայրերն են։ Այսինքն այդ ժամանակաշրջանում դեռևս այդ Իրանի, ներկայիս Պարսկաստանի եւ ընդհանրապես Աֆղանստանի նախահայրերը դեռ այնքան էլ չէին հեռացել հայկական լեռնաշխարհից։ Սա փաստում է, որ այո, հայկական լեռնաշխարհը շատ լեզվաբանների եւ պատմաբանների, հնագետների կարծիքով հանդիսանում է հնդեվրոպական ազգերի նախահայրենիք եւ դրանով նաեւ այդ գաղափարը ապացուցում է Աստվածաշնչով դրախտավայրը եւ Արարատ լեռը այո գտնվում են հայկական լեռնաշխարհում եւ այստեղից են որ ազգերը տարածվել են աշխարհի 4 կողմերում եւ Մանա կամ Մինի երկիրը գտնվելով հայկական լեռնաշխարհի տարածքում նույնպես չէր կարող վրիպել Աստվածաշնչի արքայաների ուշադրությունից եւ նրանք դա նույնպես հիշատակում են։ Նշանակում է, որ Երեմիայի մարգարեի շրջանում, ասենք 6-րդ դարում մոտավորապես Մանա կամ Մինի երկիրը ունեցել է իր ինքնուրույնությունը ինչ որ առումով եւ կարողացել է նաեւ Աստծո հրահանգով պատժել Իսրայելի թշնամիներին։ Փաստորեն Մինի անունը մենք կարող ենք համարել, որ Աստվածաշնչյան տեքստի այս հատվածի Երեմիայի մարգարեության տարընթերցումներից մեկն է, որտեղ ի թիվս Արարատի եւ Ասքանազի հիշատակվում է նաեւ Մինը եւ որը ասում են, որ մեկն է եղել այն ցեղերից, որոնցից կազմավորվել է հայ ժողովուրդը եւ այդ անվամբ աշխարհագրական այս տարածքը այս երկիրը նույնպես կոչվել է եւ առհասարակ մենք շարունակ հանդիպում ենք այն սկզբունքին Աստվածաշնչում, որտեղ գրված կարծես, որ Հայաստանի տարբեր հատվածների աշխարհագրական կամ էթնիկ անվանումների միջոցով նկատի է առնվում Հայաստանը առհասարակ։ Նրա առանձին հատվածների անուններով ամբողջն է նկատի առնվում, ամբողջ երկիրը։ Տեսեք, Աստվածաշնչյան շատ քարտեզներում, որտեղ գիտենք այդ քարտեզները գծվում են եւ ներկայիս Իսրայելում եւ նաեւ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, օրինակ, երբ որ գրվում է, ասենք Աշկենազ կամ Աշկենազի կամ Ասքանազյան, այդ անունը դրվում է ներկայիս Սյունիքի, Արցախի եւ Կոր գետի այդ հատվածում։ Այսինքն այդ ժամանակաշրջանում որոշ սկյութական ցեղեր, որոնք որ մտել են Հայաստան, բայց արդեն ծուլվել էին հայերին, կոչվում են Ասքանազյան։ Ասքանազյան գունդ ասելով Երեմիա մարգարեն նկատի ունենար այս հայ սկյութական այս զանգվածը, չի ասում Ասքանազյան երկիր, ասում է Ասքանազյան գունդ։ Այդ ժամանակաշրջանում փաստորեն գոյություն ուներ հայ ասքանազյան մի զանգված, որը բնականաբար արարատյան թագավորությունների հետ դաշնակից էր նաև Մինի երկրի հետ, եւ իրենք այդ երկրները, պետությունները եւ այդ զորքը կարողացավ Աստծո ձեռքին դառնալ մի գործիք Իսրայելի թշնամիներին պատժելու համար։ Եվ եթե հիշում են գունդ արտահայտությունը, ապա թերևս տեղին է այստեղ հիշել այն, որ Հայաստանը պատմական այդ ժամանակահատվածում հայտնի էր իր ձիաբուծությամբ։ Այո։ Նա մեծ խմբականակներով տասնյակ եւ միգուցե նաեւ 100,000-ավոր ձիերի խմբականակներ էր վաճառքի հանում տարեկան շրջակա երկրներ։ Այդպիսի մեծ ձիագործական կենտրոն է եղել Հայաստանը այն ժամանակ, եւ եթե համեմատենք պատմական այդ ժամանակաշրջանում ձիու նշանակությունը ինչպիսին է եղել, թերևս կարելի է համեմատել ներկայիս մեքենաշինական գործարանների հետ, ինչպես ասենք Գերմանիան օրինակ հայտնի է իր մեքենաշինությամբ ներկայումս եւ բարձրորակ մեքենաներ աշխարհի 4 կողմը արտահանում է, վաճառքի է հանում, նույնպես եւ Հայաստանը այն ժամանակվա հասկացությամբ այդ մեքենաշինության, այսինքն ձիաբուծության տերն էր եւ ցավոք սրտի այսօր Հայաստանում ոչ այն կա, ոչ այս։ Այո, այդպիսի մենք տվյալ ունենք Աստվածաշնչում Եզեկիելի մարգարեության մեջ, որտեղ որ ներկայացում է թե հայերի ձիաբուծության ինչպիսի մակարդակ են ունեցել։ Օրինակ Եզեկիելի մարգարեության 27-րդ գլխի 13-րդ եւ 14-րդ համարները հետեւյալներն են. հույներն ու նրանց շուրջը գտնվող ազգերն են, որ եղել են քո ստրկավաճառները, պղնձե անոթներ են բերել քո շուկաները։ Թորգոմա տնից մարդիկ է, որ ձիերով, հեծյալներով ու ջորիներով լցրել են քո շուկաները։ Գիտենք, որ
պետք է որ ձիաբուծությունը զարգացած լինի, որպեսզի այդ երկիրը կարողանա ձիեր արտահանել տարբեր երկրներ։ Եվ մենք գիտենք նաև դարի առաջինի Բեհիստունյան արձանագրության մեջ նշվում է, թե որքան ձիերը որպես տուրք տվել Պարսկաստանին Աքեմենյան կայսրությանը, եւ դա մի հսկայական թիվ էր, տասնյակ հազարներով, եւ ինչպես նաև արծաթ, ոսկի, բնականաբար պետք է որ զարգացած լիներ եւ ձիաբուծությունը եւ մետաղագործությունը, որ կարողանար Հայաստանը որպես տուրք տար ուրեմն Աքեմենյան կայսրությանը։ Հատկապես դեպի Պարսկաստան եւ դեպի Փյունիկեցիների երկիրը մեծ էին ծավալները ձիերի արտահանման եւ պատմիչները այս մասին հիշատակում են եւ թերևս գունդ անվանումը ասկանազյան գունդ կապված է նաեւ հեծյալների հետ։ Այո, հենց այս երևույթի հեծյալների հետ հեծելազոր է եղել ըստ երևույթին այդ գունդը, որով հիշատակվում է Հայաստանը Աստվածաշունչ մատյանում։ Մենք ուրեմն Երեմիա մարգարեից հիշատակություն արեցինք, հենց նրա մարգարեության գրքից, նաև Երեմիայի մարգարեության ողբից 4-րդ գլխի 21-րդ համարը թերևս արժե հիշել, որտեղ ավստացիների երկիր, այսպիսի մի անվանումով հիշատակություն կա, եւ հարց է առաջանում, թե արդյոք դա ինչ որ աղերս ունի հայոց հետ։ Հենց այդ հատվածը կարող են կարդալ. «Ցնծա եւ ուրախացիր, ով Եդոմայեցիների դուստր, որ բնակվում ես օստացների այդ երկրում, քեզ էլ կհասնի այս բաժակը, կկանգնես ու կխմես ու նորից կվերադարձնես»։ Ընդհանրապես հին շրջանում գիտենք, որ միայն հայերն են եւ մեկ էլ խեթերն են հայերին անվանում հայեր կամ հայասացիներ։ Օտարները տարբեր անուններով են մեզ դիմում, օրինակ ասորեստանցիները մեզ դիմում են, ասենք, ուրարտացիներ, կամ հույները ասացինք, որ արմեններ, որտեղ պետք է քննվի հնալեզվաբանության եւ նաեւ ստուգաբանության կարգով իմանալու համար կամ պատմական աշխարհագրության գուցեև տվյալները պետք է համադրել, որպեսզի իմանանք այս աստծված երկիրը որտեղ է գտնվել։ Այսօր երբ մենք նախապես զրուցում ենք աստվածաշնչյան համարների մասին, որոնցում կան հիշատակություններ հայոց մասին, դուք հիշեցիք նաեւ Սիրակի գիրքը։ Ինչ է ասում Սիրակը Հայաստանի մասին։ 24-րդ գլուխ 33-ից 37 համարներ։ Բացենք այդ հատվածը եւ ընթերցենք, եթե կարելի է։ Այս ամենը բարձրել Աստծո ուխտի գիրքն է եւ օրենքը, որ մեզ պատվիրեց Մովսես իբրև Հակոբի ժողովուրդների ժառանգություն։ Նա իմաստությունը հեղում է Փիսոն գետի նման, եւ ինչպես Տիգրիսը նորահոս բերքի օրերին։ Նա գիտությունը լցնում է Եփրատի նման, եւ ինչպես Հորդանանը հնձի օրերին։ Նա խրատը սփռում է իբրև լույս եւ տարածում ինչպես Գեհոնը բերքահավաքի օրերին։ Նրան չհասցրեց ճանաչել առաջին մարդը, նրան չքննեց վերջինը եւս, քանզի նրա խոհամտությունը ծովից անհուն է եւ նրա խորհուրդը խոր է մեծ անդունդներից ավելի։ Տեսնում ենք, օրինակի համար ասում են, նրան չհասցրեց ճանաչել առաջին մարդը։ Գիտենք, որ Աստված մարդուն տվեց ազատ կամք, որպեսզի նա ընտրի բարին եւ չարը, սակայն տեսնում ենք, որ մարդը ինչպես օրինազանց եղավ եւ դրանով նաեւ չճանաչեց Աստծուն, չճանաչեց վերջնականապես բարին եւ նա վտարվեց դրախտից։ Բայց գիտենք, որ հետագա մեր աստվածաշնչյան մեկնիչները, շնորհները նմանեցնում են Եփրատի եւ Տիգրիսի նման, ասելով, որ քանի որ Եփրատն ու Տիգրիսը Գեհոնն ու Փիսոնը սկիզբ են առնում դրախտավայրից, այդպես էլ շնորհները բխում են Աստծուց, նույնիսկ ոմանք ասում են, որ շնորհները բխում են Քրիստոսի խաչից, եւ ոմանք այդ խաչը նմանեցնում են կենաց ծառի հետ։ Եվ այստեղ որոշակի է, որ առնչությունները շումերական հին աղբյուրների հետ, գիտենք, որ շումերները Տիգրիս եւ Եփրատի ակունքները համարում են իմաստության երկրի ակունքներ, սրբազան օրենքների երկիր, եւ որոշակի նմանություններ կա այստեղ։ Հայաստանը ներկայացվում է որպես սուրբ օրենքների, սուրբ ծեսերի Աստծո երկիր։ Սիրակի իմաստության մեջ ասում է, որ առաջին մարդը չկարողացավ ճանաչել եւ օրինազանց եղավ։ Այս ձևով է առնչվում Հայաստանի հետ։ Տիգրիսի, Եփրատի, Գեհոնի եւ Փիսոնի, ասենք, հիշատակումով եւ առաջին մարդու նաեւ հիշատակումով։ Այսօր հին կտակարանից անցնենք նոր կտակարանին, Գործք առաքելոցում, երբ Պենտեկոստեի օրը
սկսեցին առաքյալները տարբեր լեզուներով խոսել, որոնք իրենք երբեք չէին ուսանել, սակայն Սուրբ Հոգու ներշնչմամբ դա արեցին, հավաքված բազմությունը ասում էին, որ մենք ահա տարբեր ազգերից, այս ազգերից եւ թվարկումը հերթով շարքով կա Աստվածաշնչում, եկել հավաքվել ենք այստեղ Երուսաղեմում տարբեր ազգերի միջից եւ լսում ենք, որ առաքյալները խոսում են մեզանից յուրաքանչյուրի լեզվով եւ այդ թվարկման մեջ կա Հրեաստան բառը, որը համաձայն որոշ մեկնիչների պետք է ոչ թե Հրեաստան ընթերցվի, այլ Հայաստան։ Մենք կարող ենք սա եւս աստվածաշնչյան հիշատակում համարել Հայաստանի մասին, թե այդուհանդերձ Հրեաստան ձևն է ճիշտ, եւ Հրեաստան պետք է լինի, ինչպես աստվածաշնչի բնագրում է, ամեն դեպքում ավելի տարածված տարբերակում։ Երբ որ Գործք առաքելոցում Ղուկաս ավետարանիչը թվարկում է ազգերի եւ պետությունների կամ աշխարհական վայրերի այդ ցանկը, զարմանալի է, օրինակի համար Պոնտոսի եւ Պարթևստանի միջև Հայաստանն է ըստ էության եւ այնտեղ չի հիշատակում։ Հիշատակում է օրինակի համար այդ հատված, եթե ես կարդամ, որոշակի կլինի։ Մենք Պարթևներ, Մարեր եւ Իլամացիներ եւ նրանք, որ բնակվում են Միջագետքում, Հրեաստանում եւ Գամիրքում, Պոնտոսում եւ Ասիայում, Փրյուգայում եւ Պամփյուլիայում, Եգիպտոսում եւ Կյուրենիայի հարևան Լիբիայի շրջաներում եւ Հռոմից եկածներ, թե հրեաներ եւ թե հրեության դարձածներ, կրետացներ ու արաբներ, լսում ենք, որ նրանք խոսում են մեր լեզուներով Աստծո մեծագործությունների մասին։ Այստեղ Պարթևներ պետք է հասկանալ նաեւ Պարթևստան կամ Պարսկ, բնականաբար, Մարեր, որ ներկայիս Ատրպատականի մոտ են իրենք ապրել ժամանակին, եւ Միջագետք, որ ասորիների կամ արամեացիների բնակավայրն է, բնականաբար Հրեաստանը այստեղ պետք է որ Հայաստանով փոխարինել, եւ դրա մասին նաեւ անդրադարձել են Տերտուղիանոս եւ Օգոստինոս հայրերը, ասում են, որ Հրեաստան բառը պետք է փոխարինել Հայաստան բառով, որտեղ Գամիրքը Կապադովկիայի հարևանությամբ երկիր է, Պոնտոսը, որը Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածում է գտնվում, Պոնտական լեռներ կան այնտեղ, եւ Ասիայում, այս Ասիան Փոքր Ասիայի մասին է խոսքը։ Փրյուգան ներկայիս Փոքր Ասիայի արևմտյան հատվածում է գտնվում, Պամփյուլիան նույնպես Էգեյան ծովի ափերին է, այսինքն այս երկրների միջև, այս երկրների հարևանությամբ է գտնվել Հայաստանը եւ չգիտես թե ինչու օրինակ երկրորդ, երրորդ եւ չորրորդ դարի եկեղեցական այն հայրերը, ովքեր որ խմբագրել են, ովքեր որ արտագրել են նոր կտակարանը հունարենից, ասենք տարբեր լեզուներ թարգմանելով ասորերեն եւ այլն, չենք հասկանում թե ինչու, ասենք Հայաստան բառը Հրեաստան բառով է փոխարինել, որովհետեւ Հրեաստանից չեն կարող Հրեաստան գալ։ Ուրիշ բան, մենք կարող ենք ենթադրել, որ Հայաստանից այո, շատ հրեաներ ուխտի են եկել Հրեաստան, ուխտի են եկել Երուսաղեմ, բայց Մովսես Խորինացին մեջբերում է Հովանես ավետարանչից մի հատված, ասելով, որ Երուսաղեմում են գտնվում Աբգար թագավորի սուրհանդակները եւ մեջբերում հետեւյալ տողերը։ Այնտեղ կային նաեւ որոշ թվով հետ